Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 8-ն է 2026 թվական։ Ասելով մայիսի 8, մենք հիշում ենք, որ դա երկրապահի օրն է, դա Շուշիի ազատագրման օրն է, դրան գումարվել էր նաև եռատոն, խորհրդային միության ժամանակվա պատերազմի հետ կապված, բայց խոսենք այն, ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի շնորհապետական կուսակցության ակտիվի հետ, կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ այցելեցինք Եռաբլուր, մեր հարգանքի տուրքը մատուցեցինք եւ մեր հայրենիքի համար զոհվածներին եւ այդ հարգանքը նաեւ նրանց ծնողներին, հարազատներին իհարկե ցավալի է, երբ որ տեսնում ես պետական մակարդակով ոչինչ չի արվում, միայն ասենք տարածքի թաղապետարանի մակարդակով այսպես մի ծաղկեպսակ դնելով այն զգացողությունը, որ պետքա մոռացության տալ Արցախյան հարցը փակված համարել ու այդ ընթացքը, երբ որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում էր այն մասին, որ զոհվել են, որպեսզի մենք անկախանանք, այդ կորուստները իզուր չի եղել, չնայած դրա տրամաբանական կապը այդպես էլ չի գտնվում, թե ինչա նշանակում զոհվել են, որ անկախանանք, Ադրբեջանի հետ կռվում զոհվել են, որ Ռուսաստանից անկախան։ Բայց նույնիսկ այդ պարագայում, եթե դա այդպես է, որ նրանք զոհվել են, որ անկախանանք, բայց զոհվածներին հարգանքի տուրք ինչի չենք մատուցում երկրապահի օրը։ Տրամաբանությունը ո՞րն է, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանը գնում է քարոզարշավի եւ այդ ընթացքում խոսում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ Մենք շատ դժվար ճանապարհով ենք գնացել եւ դժվար արձանագրումներ ենք արել։ Դրանից ամենադժվարը եղել է այն, որ մեր պետությունը իր ստեղծման օրից առաջին օրից 91 թվականից գտնվել է թակարդում։ Մենք այսօր մեր պետությունը թակարդից հանել ենք եւ դրել ենք բոլորովին այլ զարգացման տրամաբանության մեջ։ Մենք հաղթահարել ենք մաքարման, գոյատևման տրամաբանությունը եւ դուրս ենք եկել զարգացման տրամաբանություն։ Սուտ է, մինչեւ 2020 թվականը չի եղել խաղաղություն, ամեն տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին ունեցել ենք զոհ ու վիրավոր, մենք երբեք չենք ունեցել խաղաղություն։ Մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում, դա սուտ է եղել, իրենք իմացել են, որ սրա հետևանքը ծանր է լինելու, Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են, ուտող-ուրացող են, երախտամոռ են, նշել է Փաշինյանը։ Մեկ ուրիշ հանդիպման ժամանակ ասում ենք, որ մենք տարածքներ ենք կորցրել, այդ երբ է Ղարաբաղը մեր է եղել, որ հիմա էլ կորցրել ենք։ Սա է Նիկոլ Փաշինյանի գնահատականը, որ ցանկանում է մարդկանցից նորից վստահության քվե ստանալ եւ շարունակել պաշտոնավարել։ Հիմա հասկանանք ինչ է նշանակում այդ երբա մեր է եղել, այսինքն Արցախը երբեք հայկական չի եղել։ Վերջ։ Եթե դա Ադրբեջանին է անցել, մենք պետք է մոռանանք իրական Հայաստանը, այսքանն է ինչքան կա, բոլորին բաժանենք մեր քարտեզը եւ ասենք խաղաղություն ենք ուզում այս տարածքի վրա։ Չի կարելի խոսել մեր պատմական փառահեղ ժամանակների մասին, որովհետեւ դա մեզ տանում է իբր թե պատերազմի։ Հիմա հասկանանք։ Հայաստանը ինչ որ ժամանակ եղել է ծովից ծով։ 300,000 քառակուսի կիլոմետր։ Եղել է ավելի շատ էլ եղել է, բայց ասենք գոնե այնքանը, ինչքանը որ կարող ենք հստակ ասում ենք ինչ որ ժամանակ դա եղել է։ Հիմա ասում են, դե լավ, ինչի հետևից է կնգե, դա չկա, չէ։ Հիմա 29743 է։ Բավարարվեք դրանով, հերիքա ուրիշ բանի մասին մտածեք, հերիքա երազեք, ցանկացած ձեր երազ եւ անցյալին անդրադառնալ, դա նշանակում է պատերազմ եւ այլ եւ այլ։ Ոչ մեկ այսօր չի պատրաստվում պատերազմի քարոզ անել, դրա մասին չի խոսքը, բայց երբ որ մենք եղել ենք 300,000, ինչ որ մեկը պակաս է եղել, չէ, որ հետո եկել մեզանից վերցրել է ու ինքը ավելացել է։ Հիմա ասում եք փաստի հետ հաշվի նստենք, մենք ամենափոքր պետությունն ենք, ես ինչ եք խոսում։ Բայց երբ որ մենք ամենափոքրը չէինք,
Այն ժամանակ էլ տարբեր ժամանակներում եղել են տարբեր անուն-ազգանուններով Նիկոլ Փաշինյաններ, որոնք ղեկավարել են Հայաստանը եւ ասել են դե լավ ինչ գործ ունես, այն վայրենին եկել է, լա տեսեք այդ ձիով եկել է, լա տեսեք ինչ վայրենի բարբարոսա, բերեք մի կտոր Հայաստանից տանք, խաղաղացնենք դրան, տվել են, մի ուրիշին ասել են շատ փող ունի, բերեք ծախենք վրան, տվել են, մի երրորդն եկել է ասել են դե լավ է ինքը ուժեղ է, ինչ գործ ունենք կռվենք, տվել են, հետո տղան ապստամբել է հորդեմ, ասել ավելի լավ է մի քիչ տարածք կորցնենք, մնացած փոքր տարածքի վրա դրսի աջակցությամբ երկիրը ես թագավորեմ, տվել են, չգիտեք ոնց է եղել, այսպես է եղել, իսկ երբ որ դու տալիս ես, մյուսն էլ վերցնում է, եւ գալիս ասպես բա փաստի հետ բերեք հաշվի նստենք, եթե մեկը ոչինչ չունենալով ստացավ այն ինչ որ ստացավ մեր հաշվին, նրա ախորժակը չի սահմանափակվելու, որովհետև նա տեսնում է, որ իր քաղաքականությունը հաղթանակ ու հաջողություն է բերում, որովհետև դիմացինը տվող է, դիմացինը քարոզ է տանում, որ չի կարելի պայքարել, բավարարվեք ձեր ունեցածով, բայց մեր ունեցածով բավարարվելու ընթացքում 300,000-ը մի օրում չդառնացավ 29743, դու ինչ որ մի մասից հրաժարվեցիր, որպեսի բավարարվես եղածով, մեկ էլ եկան այդ մասը վերցնելուց հետո մի քիչ էլ ուզեցին, մի քիչ էլ ուզեցին եւ այդպես էլի ուզեցին, որովհետեւ դու պատրաստ ես հանձնել մեկին փողի դիմաց, մեկին վախի դիմաց, իսկ այն մյուսը հետևողականորեն պայքարում է, որ վերցնի քոնը, իսկ դու կանգնում ասում ես մերը դա մերը չէր, եթե վերցրել են, այլևս մերը չէր, մենք այդպես չենք կարա պահենք այդպիսի քաղաքականությամբ, անգամ այսքանը, որտեղ միշտ կգտնվի մեկը, որը հասկանա, որ իր գրավելը դա արդարացվում է Հայաստանի իշխանության կողմից, ոչ միայն արդարացվում է, ժողովրդի մարտական ոգին է կոտրվում, շանտաժ է արվում, որ ով որ կխոսի ինչ որ բանի մասին, պատմական հաջողությունների անցյալի փառահեղ օրերի մասին, նա ռևանշիստ է, նա ցանկանում է պատերազմ, նա ում երեխաների հաշվին են ցանկանում եւ այլ, այն մյուսները, երբ որ այդպես մտածեցին ու վերցրեցին ու իրանք դրա դիմաց պարգևատրվեցին, նրանք չեն հրաժարվելու այդ մտքից, տեսնելով, որ դու պատրաստ ես ցանկացած պահի մի բան էլ տաս, մենակ խաղաղություն լինի, այդպես են ձեռքիցդ վերցնում, բայց քանի որ հասարակությունը դրան պատրաստ չի, առաջինը պետքա կոտրես հասարակության ոգին, Ադրբեջանն ու Թուրքիան համառորեն սպասում են, ճանապարհ չեն բացում, որտեղ գիտեն հայ ժողովուրդը բավական է մի հատ այդ էքսպանսիան տեսավ, փողոցա լցվելու եւ ցանկացած իրավիճակը ինչքան ուզում ես մեկին ձայն տվածել կտապալի եւ իր խնդիրներն առաջ կտանի, նրանք հասկացան, որ չի կարելի կատակներ անել հայ ժողովրդի հետ, նրանք լավ ճանաչում են եւ նրանց պետք է որպեսի Հայաստանի իշխանավորը կոտրի այդ ժողովրդի ոգին, այնպես անի, որ աղու հացով դիմավորեն թշնամուն, իսկ թշնամին գա եւ մի թուլափայ շպրտելով վերցնի մեզանից ինչ որ ցանկանա, որովհետեւ մենք խաղաղություն ենք ուզում, որովհետեւ մենք մտածում ենք, որ այն ինչ որ ունենք, դրանով պետքա բավարարվենք, բայց այն ինչ որ ունի քո թշնամին դրանով բավարարվում է, նա ոնց բավարարվի, եթե ինքը տեսել է հաջողությունը Ասում ենք Ադրբեջանը տոտալիտար պետություն է, ինչ քաղաքասարակություն, ինչ ժողովուրդ, դա բռնապետական պետություն է, բա բռնապետական պետությունը քանի պաշտոնյայի կհիշեք, որ կանգնեց եւ հայտարարեց մոռացեք Շուշին, այլևս մերը չէ, մոռացեք Արցախը, նա այլևս մերը չէ, չենք էլ կարող վերադարձնել, կարողա զոհեր ենք տալու, էս անենք, այն անենք, բա ոնց չհաշտվեցին այդ մտքի հետ եւ իրանք տեր կանգնեցին եւ կռվով վերցրեցին, որովհետև ժողովուրդը դիմադրեց, այն ժողովուրդը, որին համարում ենք, որ գոյություն չունի, դիմադրողականություն չունի, կոտրված, բարոյալքված ժողովուրդ է, իսկ այսօր մեր մոտ իշխանությունն ասում է,
չպետք է պայքարել, ժողովրդի հսկայական մասով իհարկե, ում հետ խոսում ես, ասում է, ով է գնալու կռվելու, մենք խաղաղություն ենք ուզում, կարելի է կարծել մենք խաղաղություն չենք ուզում, առավոտից իրիկու պատերազմի քարոզ ենք անում, բացատրում ենք, որ եթե խաղաղություն ես ուզում, այնպես չի, որ մյուսներն էլ են ուզում, շատ շատերն էին խաղաղություն ուզում, Ֆինլանդիան ու Շվեդիան էլ էին խաղաղություն ուզում, Ֆինլանդիան ու Շվեդիան չմիացող երկրներ էին, երկուսն էլ փաստաթուղթ ունեին ստորագրած Խորհրդային Միության հետ, հետագայում նաև Ռուսաստանի հետ, որ որևէ խնդիր իրար հետ չունեին, բա ինչ է իրանց ստիպեց ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, խաղաղություն չէին ուզում։ Այսինքն կարելի է մեկին մեղադրել, որ ասել ոնց թե դու ՆԱՏՕ-ի անդամ ես դառնում, բա դու չես հասկանում դրա վտանգը, բավարարվի քո ունեցած, ով ասում է ես բավարարվում եմ, օկուպանտը չի բավարարվում։ Այսինքն այս կարգի քարոզը այն էլ մայիսի 8-ին գնալ հանդիպման եւ բացատրել, որ ինչի հետևից եք ընկե մոռացեք, արդեն ժողովուրդը ինքը պետքա որոշի, դրանով դու վտանգում ես նաև Հայաստանը, երբ որ ասում ես, որ Հայաստանը 91 թվականից գիտեր, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, ինչու է գնացել կռվել, սա թակարդ է եւ այլ, դու դրանով արդարացնում ես օկուպացիան Ադրբեջանի։ Ադրբեջանն եկել է նստել է ջերմուկի, որ գնացել ենք Վայոց Ձոր ճանաչողակ, այսօր պարզ երևում է, որտեղ են իրանք նստած։ Ինչու չես կարողանում ասել դուրս արի, տեսար, որ չես կարող ասել, որովհետև պայմանավորվել ես, որ այդ լավ դիրքերը Ադրբեջանը չի հանձնելու, այդ դրա համար ինչ էր պետք, դրա համար պետք էր ասել, որ Հայաստանը օկուպանտ է, 30 տարի Հայաստանն է գրավել Ադրբեջանի տարածքը, թող մի 30 տարի էլ Ադրբեջանը գրավի, այսինքն պետք է արդարացնես, չէ, թե ինչու չես պահանջում, որ Ադրբեջանը զորքերը հետ քաշի, եթե խաղաղությունից ենք խոսում, զորքերը հետ քաշի, բանասման չի պետք է հետ քաշեմ, 30 տարի դու օկուպացրել էր, հիմա էլ իմ ժամանակն է, որպեսզի այդ 30 տարին արդարացնի Փաշինյանը, պետքա մեզ մեղադրի, որ մենք ենք զորք մտցրել Ադրբեջան, որով արդարացնի, որ ինչու Ադրբեջանից խաղաղության դիմաց նա զորքերը հետ չի քաշում, ինչու սահմանազատման կամ սահմանագծման աշխատանքները այդ զոնայով չի արվում, որպեսզի նրանք գան իրական դիրքում կանգնեն, որովհետև դա տրվել է, որովհետև 30 տարի էլ մենք էլ վերցրել ենք իրանցը, իսկ դա ում բերանից է հնչում Նիկոլ Փաշինյանի, ում բերանից է հնչում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, հատուկ նպատակային տալով այդ հաղթաթղթերը Ալիևին, որպեսզի Ալիևը կարողանա հիմնավորի, թե ինչու ինքը դուրս չի գալիս օկուպացված տարածքներից։ Այս ձևով գնում են քարոզչության եւ այս ձևով ներկայացնում են իրենց ծրագրերը։ Հիմա մնացածը ընտրությունը մերն է։ Ուզում ենք, որ այս կարգի իշխանությունը շարունակի պաշտոնավարել, թե ոչ։ Ոչ չենք ուզում։ Եվ դրա համար կոնկրետ կարճ անդրադառնամ նաև ընտրությունների թեմանին, որովհետև էլի շատ հարցեր ունենք, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը հստակ հայտարարել է, որ գնում ենք ընտրության, որպես այլընտրանքային ուժ, որը այլընտրանք է եւ այս իշխանությանը եւ նախկին իշխանություններին։ Իսկ որ հանկարծ որևէ մեկը հանկարծ չասի, որ ռուսամետ ուժերի մեջ նաեւ կան ուժեր, որոնք նախկին չեն, չնայած դա մեղմ ժպիտ է առաջացնում, դրա համար ասում ենք նաեւ ռուսամետ ուժերին, ու ոչ միայն այդ ուժերին, այլ նրանց արբանյակ ուժերին, ու ոչ միայն այս իշխանության, այլև նրանց արբանյակ իշխանությանը, որպեսզի ամեն ինչ լինի հստակ։ Եթե կուսակցությունը գնում է ընտրության եւ ասում է ձայն տվեք ինձ գնամ այդ ձայները տալու եմ Նիկոլ Փաշինյանին, պարզ հարց է առաջանում, այսինքն դու ընտրությանը մասնակցում ես, որ դառնաս Նիկոլ Փաշինյանի արբանյակուշ խորհրդարանում, եթե ձայները կպակասի կտաս իրան, եթե չէ կմնաս ընդդիմություն, այսինքն գնում ես հայցես ժողովրդի ձայնը, բայց ասում ես ես չեմ, ինքն է, ուզում եմ ուղղակի ես գնամ խորհրդարան, ծառայեմ իրան, այդ դեպքում մարդը պետք է պարզ հարց տա, բա ինչ եմ քեզ ձայն տալիս։ Եթե ընդունում եմ Նիկոլ Փաշինյանին, կտամ իրան, որովհետև կարող է դու ձայները ստանաս 4%-ը չհաղթահարես, որի պատճառով Նիկոլ Փաշինյանի ձայն կորցնի։ Նա ով Նիկոլ Փաշինյանի աջակից տա, քեզ ձայնի չի պետք է տա։ Իսկ նա ով Նիկոլ Փաշինյանին տանել չի կարողանում, քեզ ձայնի չի պետք է տա, որպես Նիկոլ Փաշինյանի արբանյակ։ Նույնը շուրգան կես կողմ նայենք, ժողովուրդ ջան։ Ասում են
Ռուսամետ ուժերը, ով որ ունենա մեծամասնություն, մենք նրա վարչապետի թեկնածուին էլ պետք է հաստատենք։ Հիմա հարց է ծագում։ Ռոբերտ Քոչարյանի ինչու մեր կայանում։ Ինքը Պուտինի ընկերն է, ինքը դաբրո ունի Ռուսաստանից եւ ինքը ոինն է, միակ տղամարդն է եւ մարդիկ ասում են մենակ ինքը կարա Փաշինյանին տուն ուղարկի։ Փաշինյանին տուն չուղարկեց, բացի դրանից էլ 5 տարի ցույց տվեցին, որ ոչ մի բան չարեցին, ոչ փողոցում, ոչ խորհրդարանում։ Հիմա դրանից հետո մի Ռոբերտ Քոչարյան, որը կանգնում ասում է, ով մեծամասնություն կստանա, իմ ձայները նրան կտամ։ Այդ կարգի Ռոբերտ Քոչարյանը ումա հետաքրքիր, նույնիսկ իր համակիրներին հետաքրքիր, հա։ Այն առյուծին, որ հեծնել նստել էր Ժորժ ջան, հիմա ինքը ասում է Ժորժ ջան, առյուծի վրայինը չեմ ես, այդ սատկած առյուծն եմ ես։ Այն էլ ատամները քաշած, վերջ։ Լոգիկան որն է, որ գնաց ձայն տաս Քոչարյանին, որպես ինքը մտնի խորհրդարան է ձայները տա Սամվել Կարապետյանի թիմին։ Այսինքն նույնիսկ շեմը հաղթահարելու իմաստը չկա։ Բացի դրանից սա էլ հասկանանք։ Ժողովուրդ ջան, բոլորն էլ հասկանում են, որ սահմանադրությունը հնարավորություն չի տալիս Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ։ Բա ինչ է ստացվում։ Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանն ասում են, ով առավելագույն ձայն ստանա, տալու ենք իրան։ Մի քանի ուժեր էլ արդեն հայտարարել են, որ ձայն կստանան, կմիանան Սամվել Կարապետյանին, որպեսզի Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկեն։ Այսինքն իրանք էլ չեն թաքցնում իրենց նպատակները խորհրդարան գնալու, որ այո կմիանան նրանց։ Հարց է ծագում, ով է իրենց վարչապետի թեկնածուն։ Եսիմով։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել։ Այսինքն դուք ի սկզբանե հայտարարում եք, որ ձայն ստանալուց հետո դուք պաշտպանում եք մեծամասնություն ստացած ուժին, իսկ մեծամասնության ստացած ուժը ինքը կորոշի, թե վարչապետի տեղապահը ով է, որովհետև Սամվել Կարապետյանը վարչապետ լինել չի կարող։ Ում իրանք կառաջարկեն, նրան էլ դուք կպաշտպանեք։ Ժորժ ջան, լուրջ եք ասում։ Այսինքն ձեզ ասում են, ձայն եք տալիս, մեր թեկնածուն նայա, որը չի լինելու հաստատ, բայց թե ով է լինելու, մենք վերջում ձեզ կասենք։ Որովհետև հենց մեծամասնությունը ստանանք, արդեն բոլորը հայտարարել են, մեր ձայնը տալիս ենք Սամվել Կարապետյանին, որը չի լինելու վարչապետ։ Ով է լինելու վարչապետ, Եսիմով։ Ձայնը տալիս ենք Եսիմովին, հա, լուրջ եք ասում։ Բա երբ որ մենք ասում ենք մեր թեկնածուն Գուրգեն Սիմոնյանն է, մեկն ասում է բա գիտնական է, այսպես, մեկն ասում է բա 40 տարեկան բավարարավ, որ վարչապետը լինի, մեկը էսա քննարկում, մեկը այնա քննարկում, բայց խոսում ենք կոնկրետ անձի մասին, չէ։ Մենք ասում ենք մեր թեկնածուն ինքն է։ Ես էլ ասում եմ, որ հարգելիներս, եթե վստահում եք ինձ, ես իմ ընտրությունը կատարել եմ։ Ես կանգնել եմ Գուրգեն Սիմոնյանի կողքին։ Եթե ինձ վստահում եք, վստահեք նաև իմ ընտրությանը։ Ես իմ կողմից դա եմ անում եւ բացատրում եմ, որ այո, ծանրու թեթև ենք արել եւ հասկացել ենք, որ իր տեխնատությունը ավելի ճիշտ է։ Եվ դրա համար վճռական ձևով պաշտպանում ենք, կոնկրետ մարդով ներկայանում ենք։ Ձեզ ինչպես են ներկայանում։ Ում ասենք նայել լինելու, հա։ Ու դուք մի հատ չեք ասում, ժողովուրդ, բա որ ընտրվեց։ Չի լինելու Սամվել Կարապետյանը։ Ինչ որ մեկին դեմ են տալու, ասեն ինքն է։ Ցուցակի առաջի համարը կարող է լինի իր եղբոր տղան կամ մեկ ուրիշը, վաղակ ասեն ինքը չի մեկ կապ չուն, դուք չգիտեք ով է։ Որ գնալու են բանակցության։ Ով է գնալու բանակցության։ Ինքը գնալու է, հետո հոպարը կողքից ղեկավարելու Հայաստանը։ Որ մեկի հետ հանդիպելու են բան քննարկեն։ Ով է գնալու այդ քննարկմանը։ Երբ որ մարդը ի սկզբանե կանգնում ասում է ես չեմ, ես առաջի համարն եմ, բայց վարչապետը ինքն է, որը չի կարող վարչապետ լինի։ Ժորժ ջան, սա նորմալ է համարում։ Դրա համար այս կարգի մթնոլորտում պարզ բան կա։ Այս մարդիկ ասում են մենք գնում ենք որպեսի մեր ձայնը տանք Փաշինյանին, այս մարդիկ էլ ասում են մենք գնում ենք որպեսի մեր ձայնը տանք Սամվել Կարապետյանին, ում որ ինքը կուզի նայել կդառնա վարչապետ։ Ժողովուրդ ջան, ձեզ պետք չի դուք իմանաք։ Ձեզ պետք չի։ Ձեզ ասել են, որ Սամվել Կարապետյան, վերջ, ուրեմն վերջ։ Վերջում կանգնենք ասեն ինքնա, ու դուք այդ ձևով ընտրություն եք կատարում։ Երկրի վարչապետ։ Այն դեպքում այս սահմանադրությամբ
ու այս իրական վիճակով դա սուպեր վարչապետ է, ավելի մեծ լիազորությունով, քան կիսանախագահական համակարգի նախագահը, որտեղ նախագահ գումարած վարչապետի լիազորությունները վերցրել է այսօրվա վարչապետը, նախագահին մնացել է սոս կառավարողակարգային, բայց նախկին կիսանախագահում վարչապետը բավականին մեծ լիազորություններ ուներ։ Այսինքն այս սուպեր վարչապետության համակարգում, որ նաև այնքան է իշխանությունը տարածել, բացարձակ միապետություն սարքել, էլ ինչ վարչապետություն, որ իրավապահ համակարգի սահմանադրությամբ ամրագրված կառույցի ղեկավարին SMS-ով տուն է ուղարկում, ընտրված մարդուն, որ պետք է հակակշիռ լիներ։ Դուք այս կառույցը ուզում եք դնեք եսի ումում ձեռը, որ կողքից հոպարը ղեկավարի, լուրջ եք ասում։ Պետք է ենք առաջարկում։ Ասում եք, բա ինչ անենք, այս Փաշինյանից ոնց պրծնենք, ասում ենք ոնց պրծնենք, ձայն եք տալիս մեզ, Փաշինյանից պրծնում եք, բարդ է այդքան հասկանալ։ Նույնիսկ երեք սխեմանել եմ ասել, առաջինն էլ չլնենք կարող ենք տուն ուղարկել, որովհետև հաստատ իրանք մեծամասնություն չեն ունենա, ոչ էլ ռուսամետ ուժերը կունենան, պետք չի ասել ընտրենք Փաշինյանին, որ ռուսները երկիրը չտանեն, կամ պետք չի ասել ընտրենք ռուսամետներին, որ Փաշինյանը չմնա։ Դրա փոխարեն առաջարկում ենք, կոմպրոմիս ենք առաջարկում, ազգային համաձայնության կառավարություն, որ կգանք եւ կասենք 2+1-ով ընտրվի երկիրը ավիրվելու է, մենք ասում ենք, մենք որ գանք շենացնելու ենք, չի ավիրվելու։ Եվ այս ձեր այս պայքարի մեջ դա մեր սրբազան պայքարը չի, ձեր դեմ։ Մենք գալիս ենք առաջ գնալու ապագայի ծրագրեր կյանքի կոչելու։ Մենք չենք, բայց մեղավորները կպատժվեն իհարկե, քաղաքական գնահատական կստանա եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչ որ խորհրդային միությունից ստացել ենք, ամեն ինչի մասին քաղաքական գնահատական կտրվի, իրավական գնահատականն էլ իրավապահները կտան, բայց քաղաքական գնահատականը պարտադիր է։ Քաղաքական իշխանությունը ասի ինչ ենք ստացել ժառանգություն, ինչ ունենք այսօր եւ ինչ ենք անելու ապագայի ծրագրերի հետ կապված։ Ինձ թվում է դա այդ ամեն ինչը ձեզ լավ պարզ է, դրա համար նաեւ այն ռեսուրսը, որը մենք ունենք արդեն այսօր քարոզչությունը սկսենք նաեւ դրանից, որ ասենք այս YouTube-յան ալիքը, եթե հավանում եք, սեղ մեկ լայք կոճակը բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը գրեք, մեկնաբանություններ գրեք, հարցեր, մաքսիմալ տարածեք մեր նյութերը, մարդիկ պատկերացում ունենան ինչի մասին է խոսքը, բացի դրանից նրանք ովքեր ցանկություն ունեն իրենց մասնակցությունն ֆինանսական կարող են մտնել նկարագրական մասում նայեն եւ բանկային փոխանցում եւ արագ փոխանցում եւ քարտային եւ իդրամ եւ PayPal եւ Patreon բոլոր հնարավոր տարբերակները, իսկ նրանք ովքեր ցանկություն ունեն աջակցել կուսակցությանը, որը մասնակցում է ընտրությանը, գիտեք, որ ինչքան կոշտ ռեժիմներ ասահմանված, իշխանությունը բյուջեի հաշվին, ձեր հարկերի հաշվին, անվերահսկելի ծախսեր անելով, խոստումներ տալով, չգիտես ինչեր անելով անում է, դա ընտրակաշառք չէ, ինչի մասին է խոսքը, բայց ցանկացած քայլ մանրակրկիտ նայում է, որտեղից սա այն 1000 դրամ անգամ եթե մի բանի վրա ծախսես, պետք է անպայման անես այդ հիմնադրամից, իսկ հիմնադրամի փոխանցումները պետք է Երևան օրինականով փոխանցել իր բոլոր տվյալները եւ Սփյուռքից փոխանցել արգելվում է կուսակցությունը փոխանցել։ Իհարկե Սփյուռքում գտնվող Հայաստանի քաղաքացին կարող է դրա մասին չի, բայց դրա համար կապ հաստատեք գրասենյակի հետ, Գուրգեն Սիմոնյանի, ինքը իր էջում հայտարարությունը արել է, տպել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանումները, թե ինչ պետք է անել, ինչպես պետք է աջակցություն ցուցաբերել, դուք տեսնում եք դա ինչքան կարևոր է, որովհետև ցանկացած բան ստուգում են, մեզ պետք է օրինական, իրական Երևա, որևէ օրենք չխախտենք, որպեսզի կարողանանք նաև նորմալ գոնե այն նվազագույն հնարավորություններով առավելագույն արդյունք ունենալ, իսկ այն ինչ որ վերաբերում է կայքին, թե որ ասում են բանկային փոխանցում դա բանի հասարական կազմակերպությանն վերաբերվում են ղեկավարած եւ բացի նաեւ կայքը դրանք կուսակցական հիմնադրամի հետ կապ չունեն, դա կայքի գործունեությունը կամ հասարական կազմակերպություն, որը գործում է անկախ, մենք օրենք չենք խախտի, բայց եթե կունենանք համապատասխան միջոցներ, որը որ կփոխանցվի նաեւ
ոչ Հայաստանի քաղաքացի մեր սրտացավ հայրենակիցների կողմից առանց օրենք խախտելու մենք կիմանանք, թե ինչ ենք անում մեր գործերը նորմալ ձևով հանրությանը ներկայացնելու համար։ Իսկ թվում է դա հասկացաք, պետք չի ավելի մանրամասնել, մանավանդ գիտեք, որ մենք ու մենակ չենք, հասկանում եք, որ իշխանությունները այտենց գյուղ ու քաղաք այտենց տեղ չկա, որ բոլորին չգաղտնալսեն ու բոլոր բաները չիմանան, ով ինչ ասեց, այն որ իհարկե ընտրակաշառք բաժանում դա շատ վատ է, այն որ շատ բաներ անում դա շատ վատ է, բայց նաև մտածեք մեր երկրում տոտալ վերահսկողություն է սահմանվում, մենք նորմալ ենք դա համարում։ Մեկի ննջասենյակում տեսախցիկ դնեն, մեկի չգիտես որտեղ, մեկը չգիտես ինչ, այս ինչի համար է սա։ Այն դեպքում, երբ որ ինչ-որ բացահայտում եք, ոչ մի բանի արդյունք էլ չկա։ Բացահայտողեք, բացահայտեիք Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արածները, որ մարդիկ էլ տեսնեն շատերի։ Հա, գույքագրեցիք, մի հատ ասիք, տեսեք, այսքան գույք բռնագանձել բան ենք արել, գույքագրել ենք։ 8 տարի է անցել այդ գույքագրելուց, մի օր ասում եք օրենքը չենք ընդունել, մի օր ասում եք այսպես է, այնպես է եւ այլ եւ այլ։ Մարդիկ պարզապես այսօր պետք է, որ ձեզ համար թիրախլնի Սամվել Կարապետյանը շատ հարմար մրցակից է, ոնց թե եկել է Հայաստանը տանում է Ռուսաստան, մտամ թե Նիկոլ Փաշինյանն Ռուսաստանից փոխվել է, հա, այդ թատրոնը գիտենք, 21 թվականի թատրոնը 26 թվականին կրկնել, բայց 21 թվականի եւ 26 թվականը էականորեն իրարից տարբերվում են։ Իսկ հիմա նայենք, թե մեր շուրջը ինչ է կատարվում, որովհետեւ այդ ամեն ինչը ուղղակի ազդեցություն ունի նաեւ մեր ապագա, մեր երկրի ապագայի հետ կապված։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին տեղեկացվել է, որ կտրականապես անընդունելի է Կիևի նացիստական ռեժիմի առաջնորդ Զելենսկու կողմից Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելը ԵՄ-ի կողմից վերջերս Հայաստանում կազմակերպված միջոցառումների ժամանակ, ասում է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Հետո իհարկե պարզաբանում եղավ Հայաստանի արտգործնախարարության կողմից, որ հրավիրել են, ասել են, ներկայացրել են, իրանք էլ լսել են եւ այլ եւ այլ։ Խնդիրը այստեղ ինչն է, որ փորձեցին հիմա սուր ձևով ցույց տան, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին դեմ քայլեր է անում, որ Ռուսաստանն էլ ոգևորված հակադարձի, մեկ էլ ասի ժողովուրդ ջան, տենում եք, ռուսներն ուզում են Սամվել Կարապետյանին, օգնեք մեզ, որ հանկարծ այդ ռուսները չտանեն։ Այդ թատրոնն է, ժողովուրդ ջան։ Այն որ ռուսները պետք է չկարողանան Հայաստանը տանեն, դա միանշանակ չի էլ քննարկվում, բացարձակ չի քննարկվում, որտեղ դժվար է պատկերացնել, որ նույնիսկ 0.1% հավանականությունը կարա ինձ համար ընդունելի լինի։ Ես 22 տարի խոսել եմ Եվրամիության, ՆԱՏՕ-ի մասին ու Ամերիկայի հետ գործընկերության մասին, երբ որ ոչ այս իշխանությունն ա եղել, ոչ մյուսը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն է թերթի խմբագիր էր, որ իմ նյութերը տպագրվել է իր թերթում։ Ու շատ լավ գիտեն իմ տեսակետը, ես շատ լավ ծանոթ են, շատ լավ էլ գիտեն, պարբերաբար էլ հանում ձեզ ներկայացնում եմ։ Այնպես որ ուզում եմ ասեմ, այդ չի քննարկվում, բայց միևնույն ժամանակ այնպես էլ չի, որ Նիկոլ Փաշինյանի հաղթելու դեպքում մենք Ռուսաստանից հեռանալու ենք, ժողովուրդ ջան, այդպես միամիտ բաների վրա չխաբվեք։ Ռուսաստանից չենք հեռանալու, Եվրոպա էլ չենք գնալու։ Դրա համար էլ ինքը շատ հանգիստ հայտարարեց, անմիջապես եվրոպացիները դեռ ոտը դուրս չէին դրել, ասես ով է ձեզ ասել, որ պետք է դիմում գրենք, որ միանանք, մինչև այդ մակարդակին չհասնենք, դիմում չենք գրի։ Վերջ։ Այսինքն ինքը ասեց, որ հանգստացեք, այդ հեքիաթը մոռացեք, չի լինելու դա։ Մնացածը ձեր ընտրությունն է, մնացածը ձեր որոշելիքն է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի սատարող արբանյակ կուսակցությունները թե ոնց են բացատրում, որ իրանք մեզ Եվրոպա են տանում, այն դեպքում, երբ որ իրանք Նիկոլ Փաշինյանին են սատարում եւ չեն պատրաստում գնալ իշխանափոխության, բա ոնց եք դա անելու, եթե Նիկոլ Փաշինյանը Շանհայ է գնում, դուք էլ Նիկոլ Փաշինյանի սատարողն եք, ուրեմն դուք էլ իր Շանհայ եք գնալու, ինչի մասին է խոսքը։ Ժողովուրդ ջան, ընտրությունը ձերն է։
Անցնենք առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի Ռուսաստանը թույլտվություն է ուզում իրենց շքերթն անցկացնելու համար, որպեսզի հետո շարունակեն սպանել մեր մարդկանց։ Մի քանի երկիր տեղեկացրել է, որ իրենց ներկայացուցիչները մտադիր են լինել Մոսկվայում, մենք դա խորհուրդ չենք տա, ասել է Զելենսկին։ Մի հատ էլ այսօր լրացուցիչ հայտարարություն արել, որ այսօրը ցույց կտա, թե վաղը ոնց կլինի։ Այսինքն մինչև վերջի վայրկյան լարվածության մեջ է պահում Ռուսաստանին, այն Ռուսաստանին, որ որոշել էր 22 թվականի մայիսի 9-ի շքերթը անցկացնել Կիևում։ Այդ Ռուսաստանին հիմա 4 տարի հետո այս վիճակն է իր մոտ։ Էնպես որ պատկերացնեք, բա այս Ռուսաստանը ցանկանում է, որպեսի Հայաստանին վերահսկի։ Այս Ռուսաստանը, որ ընդեղի պաշտոնյան պետդումայի, դա շարքային պաշտոնյա չի, կարող է ասենք հալավ պետդումայա կառավարությունը չէ, բայց ինչ կապ ունի։ Իրանց քաղաքական էլիտայի ներկայացուցիչ Զատուլինը կանգնում է ասում է իշխանության ընտրության արդյունքը չենք ճանաչի, եթե հարցը նա չի, որ այստեղ խնդիրը որն է, իհարկե մենք չենք ուզում որ Նիկոլ Փաշինյանը լինի, բայց ժողովուրդը եթե ընտրի ինչ որ մեկին, դու ինչ անշանակում չենք ճանաչի, ժողովրդի ընտրությունը չենք ճանաչի։ Սա դե արդեն հարցը նա չի, թե ում մասին է խոսքը։ Սա հարցը նա է, որ դու այսինքն ասում ես Հայաստան պետության ժողովրդի ընտրությունը չենք ճանաչի։ Մենք էլ կարող է շատ դժգոհ լինենք ժողովրդի ընտրությունից, բայց հարգանքով վերաբերվենք, որովհետև մեր ժողովուրդը դա է ընտրել։ Ամեն օր փորձենք այնպես անել, որ մեր ժողովուրդը հաջորդ ընտրությունն ավելի լավ կատարի։ Բան չենք մեզ կոտորում։ Եթե չկարևորենք ժողովրդի ձայնը, չկարևորենք ժողովրդի ընտրության գիտակցված ընտրության մակարդակը, բա առողջիգույն չենք բացատրում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը դեռ գործում է, չնայած Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին ամերիկյան հարվածներին։ Ոչ զինադադարը շարունակվում է, այն մնում է ուժի մեջ, ասել է Թրամփը ի պատասխան այն հարցին, թե արդյոք նոր հարվածները նշանակում են հրադադարի ռեժիմի խափանում։ Այսինքն նույնիսկ այդ հարվածները որ եղավ, ասում է չէ, հրադադարը ուժի մեջ է, որովհետև չի կարողանում ասի պատերազմը շարունակվում է, բա փետրվարի 28-ին սկսած երկամսյա ժամկետն անցել է, ոնց է շարունակում։ Այսինքն այս ձևով փորձում է կարգա, բայց խնդիրը մենակ դա չի, ինքը կոշտ քայլեր էր ուզում անել ու տենց է չկարողացավ, դա դրան է պատճառ ունի։ Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը արգելել են ԱՄՆ-ին օգտագործել իրենց բազաները եւ օդային տարածքը։ Դոնալդ Թրամփի վարչակազմն այժմ ձգտում է վերսկսել ազատություն նախագիծը, հետազոտություն նախագիծը այդ նավերի անցումը ապահովելու հետ կապված Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ուղեկցման ռազմածովային գործողությունը, երբ ԱՄՆ նախագահը շաբաթվա վերջին հայտարարեց առաքելության կասեցման մասին Պակիստանի միջնորդությամբ Իրանի հետ ընթացող բանակցությունների ֆոնին։ Սաուդցի պաշտոնյաները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը որոշել էին արգելել ամերիկյան զինվորականներին օգտագործել իրենց բազաներն ու օդային տարածքային բանից հետո, երբ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները նվազեցրել էին ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան Պարսից ծոցում իրանական հարձակումների նշանակությունը։ Նրանք մտավախություն ունեին, որ ամերիկյան զորքերը կարող են չպաշտպանել իրենց նմանատիպ հարձակումների թիրախ դառնալու դեպքում։ Երկու հարց տեղ ուշադրություն դարձնենք։ Առաջինը մենք անհանգստություն ունենք, որովհետև Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը շատ կարևոր է մեզ համար, բայց ինչպես տեսնում եք, Միացյալ Նահանգների գործընկերները լավ էլ դժգոհ են նրանից։ Այն դեպքում, երբ որ այնտեղ բազաներ կա, այն դեպքում, երբ որ այնտեղ նավթային շահեր կա, այսինքն դա համեմատելու չի Հայաստանի հետ, ու մենք պետք է մտածենք, մենք անպաշտպան կլինենք, եթե մեր անվտանգության երաշխավորը լինի Ամերիկան, բայց տեսել ենք, թե ինչ ձևով Իրանի հետ կոնֆլիկտի պարագա է։ Բացի դրանից, պատուշադրություն, Սաուդյան Արաբիայի հետ կապված, դե Սաուդյան Արաբիան բավական հզոր պետություն է մեծ հնարավորություններով, Մեքքան Մեդինան մահմեդականների հոգևոր երկու կենտրոնը տեղ է գտնվում, բացի դրանից իրանք սուննի ուղղվածության պետություն են եւ Դոնալդ Թրամփը խիստ կարևորում է Սաուդյան Արաբիայի հարաբերությունները, բացի այդ նավթի պաշարներն ու արդյունահանումը հաշվի առնելով, ինքը դեռ առաջի պաշտոնավարման ժամանակ շատ լավ հարաբերություններ էր ցանկանում ունենալ Սաուդյան Արաբիայի հետ, անգամ գնացել թագավորի հետ թուրը ձեռը պարում էր եւ նաեւ մտածում էր որ ավելի լավ է ինքը լինելով սուննիների հոգևոր կենտրոն, ավելի լավ է ինքը լիդերություն ստանձնի, քան Թուրքիան Եվրոպայից նեղացած փորձի ասի բոլորին կհավաքեմ,
Սաուդյան Արաբիայի հետ նման պրոբլեմ ունենալը մանավանդ, որ նախագահ երկրորդ ժամկետ ընտրվելուց առաջինը գնաց նրանց հետ սիրալիր հանդիպի, բաներ պայմանավորվի, եւ մեկ է Սաուդյան Արաբիան այնքան դժգոհ է, որ ասում է, «Ես ինչ ես անում», բայց դա էլ դնենք մի կողմ։ Մեծ հզոր պետությունը հասկացան, Քուվեյթը ժողովուրդ ջան Ամերիկային արկելել է։ Սա հերթական արաբական երկիր չի նավթային։ Սա այն Քուվեյթն է, որ Սադամ Հուսեյնը մտել էր եւ օկուպացրել էր։ Սա այն Քուվեյթն է, որ կոալիցիոն ուժերը ՄԱԿ-ի հովանու ներքո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահությամբ գլխավորությամբ գնացին ջախջախեցին դուշ շպրտեցին Սադամ Հուսեյնին Քուվեյթից։ Դա եղել է 1991 թվականի հունվարի 17-ից մինչև փետրվարի 28-ը։ Դրանից հետո բարբերաբար ես ձեզ ասել եմ, քուվեյթցիները երբ որ արթնանում են, առավոտ ասում են Աստված պահի Ամերիկան մի հատ խաչակնքում են, նոր են իրանց նամազն անում, դիմում իրանց առաջնորդներին եւ իրանց հոգեվոր հայրերին եւ իրանց Ալլահին, որովհետեւ գիտեն, որ Ալլահը իրանց չօգնեց Սադամ Հուսեյնից պրծնելու համար, ոչ էլ իսլամական համագործակցության կազմակերպությունը, ոչ էլ արաբական պետությունների լիգան, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այնպես որ այս այդ Քուվեյթն է, որ Ամերիկային ասում է, դե լավ, չափը անցար, ես ինչ ես անում, դու մեր անվտանգությանը տեր չես։ Շատ մեծ ֆանտազիա է պետք նեղացնել Կանադային, Բրիտանիային եւ Քուվեյթին, ժողովուրդ ջան։ Ես էլ չգիտեմ, թե էլ ինչ կարող անի Դոնալդ Տրամփը, որ զարմանանք, այն հայտնի արտահայտության նման ասում է, «Էսելու պլծ»։ Հիմա այս Քուվեյթներու պլծ, ժողովուրդ ջան, երևի սրանով համարենք, որ սրանից այն կողմ էլ նենց բան չի անի, որ մենք զարմանանք, էլի։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է. ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից եւ Օմանի ծոցերում ոչ միայն չի նպաստել իրավիճակի կայունացմանը եւ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, այլև ինքնին դարձել է անկայունության գործոն եւ պատճառ, որն ունի լայնածավալ հետևանքներ, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակում։ Սա նաեւ շատ կարեւոր է մեզ համար։ Իրանը կտրուկ ձևով ասում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը դա սպառնալիք է, վտանգ է տարածաշրջանի համար։ Մենք չունենք ամերիկյան զորք մեր տարածքում, որ դա մենք թիրախ դառնանք Իրանի համար, բայց մենք կուզենայինք, չէ՞, ամերիկյան անվտանգությունից օգտվենք։ Իսկ Իրանը, երբ որ ասում է արաբական երկրներին, սա վերաբերում է նաև մեզ, որ շատ զգույշ պետք է լինենք, որ հանկարծ չարվի այնպիսի մի բան, որը դուրս չի գա Իրանին, որտեղ Իրանը եթե նույնիսկ բավական թույլ վիճակում է Ամերիկայի նկատմամբ, բայց հաստատ Հայաստանի նկատմամբ կարող է լինի շատ վտանգավոր հարևան, որ ասի դուրս չի գալի, ես ինչ ես անում։ Դրա համար քանի այդ հարցը վերջնականապես չի լուծվել, այդ անհանգստությունը մենք բնականը պետք է ունենանք։ Ու ցանկացած պահի, եթե նա նրանց է զգուշացնում, այդ նույնը մենք պետք է հասկանանք նաև, որ վերաբերվում է մեզ, եթե մենք մի քիչ ոգևորվենք եւ մտածենք ավելին ակնկալենք Ամերիկայից, կարող է փաստի առաջ կանգնենք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած վերջին բախումներին, ԱՄՆ-ի գործողությունները որակելով որպես բացահայտ ագրեսիա եւ հրադադարի պայմանավորվածությունների կոպիտ խախտում։ Իր նախազգուշական ուղերձում նախարարը շեշտել է, որ Թեհրանի համբերությունը անսահման չէ եւ ցանկացած հետագա սադրանք կարժանանա համարժեք պատասխանի։ Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրությունը։ Արդյոք սա ճնշման կոպիտ մարտավարություն է, թե հերթական խանգարողի գործունեության արդյունքը, որը կրկին ներքաշում է ԱՄՆ նախագահին նոր ճահճի մեջ։ Ինչպիսին էլ լինեն պատճառները, արդյունքը նույնն է։ Իրանցիները երբեք չեն խոնարհվում ճնշումների առաջ, գրել է Արաղչին։ Այսինքն, ինչպես տեսնում եք, այդ լարվածությունը շարունակվում է։ Պետք է մենք հաշվի նստենք դրանց հետ, տարածաշրջանը խաղաղ չէ։ Երբ որ խոսում ենք խաղաղությունից, պետք է մտածենք վաղը մյուս օրը ով է արգելելու Իրանին, որ հանկարծ ասի մի բան դուրներս չեկավ, ես փորձում եմ միջամտել Հայաստանի տարածք։ Բարեբախտաբար Ամերիկան այնքան չի ներգրավված Հայաստանում, որպեսզի հակազդեցության խնդիր ունենանք, բայց մեկը
այդքան էլ որ ներգրաված չէ, անվտանգության հնարավորություններ էլ չունենք, եթե որևէ մեկի կողմից ագրեսիա լինի։ Մանավանդ որ մեր իշխանությունն ասում է մենք ինչ ունենք, բավարարվում ենք, եթե ուրիշը իր ունեցածով չի բավարարում, եթե գա կվերցնի, բա ինչ կարող ենք անել։ Մենք խաղաղություն էինք ուզում, այդ ող իրանք էլ ուզեին։ Խաղաղությունը փոխշահավետ է լինելու, վայ Տեր Աստված։ Խաղաղությունը փոխշահավետ, այսինքն եթե իրար հետ մի քիչ ապրանք ծախենք, գյուղմթերք, ուրեմն նա շահագրգռված է այդ առևտրով, ոչ թե քու երկիրը օկուպացնելով։ Ֆանտաստիկ մտածելակերպ ունենք այս խառը ժամանակները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո ԱՄՆ-ն այսօր ակնկալում է Իրանի պատասխանը հակամարտության կարգավորման վերաբերյալ իր առաջարկին։ Մենք նրանցից պատասխան ենք ակնկալում, այսօր ինչ որ պահի, պատասխանը դեռ չենք ստացել, ես հույս ունեմ, որ դա լուրջ առաջարկ կլինի, ասել է Ռուբիոն։ Իհարկե պետք է նկատի ունենանք ներողություն, որ հարցը դեռ կարգավորված չէ։ Իսկ Չինաստանի արտգործնախարար Վան Ի Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վճռորոշ նշանակություն ունեն երկու երկրների ժողովուրդների բարօրության համար եւ ազդում են համաշխարհային կարգի կայունության վրա։ Չինաստանը չի գնա հին ճանապարհով, համաձայն որի ուժեղ երկիրն անպայման ձգտում է հեգեմոնիայի։ Մենք հավատարիմ կմնանք խաղաղ զարգացմանը, հաստատակամորեն կհետևենք չինական սպեցիֆիկացիայով սոցիալիզմի ուղուն։ Չինաստանի ժողովրդական հանրապետության արտգործնախարարի խոսքով անհրաժեշտ է գտնել երկու երկրների միջև փոխգործակցության ճիշտ ուղին եւ առանցքային պահը կայանում է փոխադարձ թյուրիմացության հետ կապված խնդիրների մշակման մեջ։ Ինչպես տեսնում եք, Չինաստանը իր տարաձայնությունների մասին բարձրաձայնումը մինչև մի քանի օր հետո սպասվելիք հանդիպումը Դոնալդ Թրամփի եւ Սի Ցզինպինի։ Ինչքան էլ Դոնալդ Թրամփը հրապարակային սեր է խոստովանում Սի Ցզինպինի հասցեին, պարբերաբար Չինաստանից ասում են՝ մի հատ հանգստացի, կգաս, այդ սերդ ստեղ կստուգենք, տեսնենք ինչա դա նշանակում, ինչ ես որոշել եւ դնեն դեմը, ասեն նաեւ Իրանի հետ կապված հարցերը։ Չինաստանը եւ ԱՄՆ-ի հասարակական քաղաքական կառուցվածքը, ինչպես նաեւ նրանց զարգացման ուղիները տարբերվում են համապատասխան իրենց ազգային առանձնահատկությունների, սակայն Պեկինն ու Վաշինգտոնը պետք է ձգտեն խաղաղ եւ ներդաշնակ համակեցության, հրաժարվելով մրցակցությունից։ Հույս ունենք, որ ամերիկյան կողմը օբյեկտիվորեն կնայի Չինաստանին, մեր երկրի մասին ռացիոնալ պատկերացում կձևավորի, գործնականում կհարգի նրա առանցքային շահերը, համարժեք կերպով կհարթի տարաձայնությունները, համատեղ կիրականացնի ավելի շատ կարևոր, գործնական եւ օգտակար գործեր, որոնք բարենպաստ են երկու պետությունների եւ ողջ աշխարհի համար, եւ աշխարհին ավելի շատ դրական ու կառուցողական ազդակներ կհաղորդի, եզրափակել է Վան Ին։ Այսինքն սա հանդիպումից առաջ Չինաստանը իր կարմիր գծերը հստակեցնում է, որ պարտավորես հարգել մեր եւ պետական կառուցվածքը եւ մեր անցած ճանապարհը եւ մեր շահերը։ Արի նստենք իրար հետ խոսանք, մանավանդ որ Չինաստանը Իրանի հետ կապված հստակ վերաբերմունք ունի, որ այո, Իրանի հետ նորմալ հարաբերությունը նաեւ իր համար նավթային իր խողովակը փակել է, ինքը դրան դեմ է եւ Միացյալ Նահանգներին հստակ ցույց է տալու, որ այդ հարցում իսկ եթե Միացյալ Նահանգները առաջ Ռուսաստանի հարցը լուծեր, Իրանի հարցը հանգիստ կլուծեր, Չինաստանը իրան այդպես չէր պահի։ Քանի դու Ռուսաստանի հարցը չլուծեցիր, Ռուսաստան, Չինաստան, Իրան, դա եռյակը, այդ եռյակը արդեն իդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու շահերի է։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։